Ողջույն։ 3 ապրիլի 12-ին Հունգարիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարավ ընդդիմությունը։ Դա խոշոր հաղթանակ էր երկիրը 16 տարի անընդմեջ իշխող Վիկտոր Օրբանի նկատմամբ։ Ընդհանրապես 2023-ից 26 թվականներին համաշխարհային քաղաքականության մեջ կարելի է բնութագրել որպես փոփոխությունների շրջան։ Բազմաթիվ երկրներում ընդդիմադիրներին հաջողվեց վերցնել իշխանությունը, անգամ տասնամյակներ գործող իշխանությունը։ Օրինակ՝ Միացյալ Թագավորություն, Լեհաստան, Հարավային Կորեա, Բութան, Արգենտինա, Սենեգալ։ Իդեպ, Սենեգալում 2024 թվականին հաղթեց ընդդիմադիր թեկնածուն, որ ընտրություններից օրեր առաջ էր ընդամենը ազատվել բանտից։ Ընդդիմությունը հաղթեց Մալդիվներում, Ավստրիայում, Հյուսիսային Մակեդոնիայում, Լիտվայում, Բանգլադեշում եւ այլն։ Այս օրինակները տարբեր մայրցամաքներից են, տարբեր քաղաքական համակարգերից, կրկնում եմ 2023-ից 26 թվականներին տեղի ունեցած, բայց սրանք ունեն մեկ ընդհանրություն՝ քվեարկության միջոցով է փոխվել իշխանությունը, նույնիսկ այն դեպքում, երբ թվում էր անփոփոխ է։ Մի կարևոր հանգամանք ևս, այս բոլոր ընտրություններում իշխանությունը ատամներով փորձել է պահել աթոռը, չի եղել դեպք, երբ ինքը հասկանա, որ ժամանակն է եւ թողնի գնա։ Պարզապես ընդդիմությունը տարել է համոզիչ հաղթանակ։ Ժողովուրդները քվեատուփի միջոցով տապալել են իրենց անպարտելի համարող իշխանություններին։ Հայտնի ճշմարտություն է, որ հոսող ջուրը մաքուր է մնում, կանգնած ջուրը արագ ճահճանում, հոտում է ու դառնում է վտանգավոր։ Քաղաքականության մեջ այդ ճահիճը անփոփոխ իշխանությունն է։ Իշխանության սերնդափոխությունը ու ժամկետների սահմանափակումը հենց համակարգի առողջության համար է։ Երբ իշխանությունը երկար մնում է նույն ձեռքում, ռիսկեր ու խնդիրներ են լինում։ Իշխանությունը հակված է կոռումպացվելու, մերձավոր շրջապատի արագ հարստացման, պետական միջոցների յուրացման, փնթի ծախսերի, իհարկե ՔՊ-ի պարագայում դա առաջին ժամկետից է սկսվել։ Պատմությունը բազմիցս ապացուցել է, երբ իշխանությունը երկար է մնում նույն ձեռքում, այն դադարում է ծառայել պետությանը, սկսում է ծառայել ինքը իրեն։ Երկար իշխանությունը ուղեկցվում է ինստիտուտների թուլացմամբ եւ անձի ուժեղացմամբ։ Երբ մարդը կառավարման 2 ժամկետի շրջանում շրջում է զրահապատ մեքենաներով, նայում է աշխարհին մքեցված ապակիների հետևից, իսկ նրան շրջապատում են միայն շողոքորթող, գլուխգովան, հարմարվողական ուսապարկեր, կտրվում է իրականությունից։ Ժորժ ջան, այդ մարդիկ էլ չգիտեն, թե խանութում հացը ինչ արժե, չգիտեն ինչ է հերթ կանգնելը կամ բուժման համար կոպեկներ հաշվելը։ Նրանք սկսում են հավատալ իրենց իսկ հորինած ստերին ու էկրաններից հոսող կեղծ թվերին։ Հաջորդը պետության եւ սեփական անձի նույնացումն է։ Երկար մնալով աթոռին, իշխանավորը սկսում է մտածել, որ երկիրը իր գրպանային կառույցն է, իսկ պետական բյուջեն իր անձնական դրամապանակը։ Իշխանության պահպանումը դառնում է գերնպատակ, ավելի կարևոր, քան պետության անվտանգությունն է ու ապագան։ Ու դրա համար նրանք պատրաստ են հանձնել հողեր, զիջել ինքնիշխանություն, ծառայել օտարին, միայն թե պահեն սեփական աթոռը։ Մյուսը հանցագործությունների կոծկումն է։ Ինչու են ամեն գնով ձգտում 3-րդ կամ 4-րդ ժամկետի։ Ոչ միայն իշխանության քաղցրությունը պահելու, շատ դեպքերում դա նախորդ ժամկետներում արածների, հանցանքների պատասխանը չտալու համար է։ Իշխանությունից հեռանալը իրենց համար հավասարազոր է քրեական պատասխանատվության։ 3-րդ ժամկետը դառնում է ոչ թե պետությունը զարգացնելու, պետությանը ծառայելու համար, այլ կաշին փրկելու։ Իշխանությունը շատ հաճախ սիրում է մնալ որքան հնարավոր է երկար, եթե դրա հնարավորությունը ունի։ Հայաստանում փաստացի մի ղեկավար է եղել, որը իր կամքով գնացել է իր ժամկետը գործունեության ավարտելով։ Իշխանությունը պետք է փոխվի, ոչ թե որովհետև ինչ-որ մեկը վատն է, բայց Հայաստանում այսօր իրոք վատն է։ Բայց պետք է գնա, որովհետև 2 ժամկետը սահմանն է, որից այն կողմ սկսում է լճացումը։ Պատմությունը լի է օրինակներով, երբ երկար իշխանությունը վերածվել է կենտրոնացված փակ եւ ճնշող համակարգերի։ Ու սա դեռ սովորական երկրներում,
Մեզ մոտ, երբ իշխանությունը այս բոլորի հետ մեկտեղ նաև բերել է արյունալի պատերազմ ու իր պատճառով պարտվել, ողբերգություններ է բերել, 5000 զոհ է բերել ու մինչև հիմա բերում է ողբերգություններ, նա ընդհանրապես պետք է դուրս նետվեր քաղաքական համակարգից։ Մեր իրականության մեջ իշխող վերնախավի անունը ասոցացվում է միայն պատերազմի, արյան, պարտությունների, կորուստների ու ստի հետ։ Նման բեռով երկիրը չի կարող առաջ գնալ, այն մնում է պարտվածի հոգեբանության մեջ խրված։ Շատ վաղուց է շրջանառվում շատ վտանգավոր թեզ, թե մեկ է ընտրություններով բան չի փոխվի։ Նիկոլն ընտրվելու է, որովհետև ուժայիններն իրեն են, վարչական ռեսուրս եւ այլն։ Սրանով փորձում են հիասթափեցնել, մղել անտարբերության, ընտրության չգնալու։ Ես թվարկեցի ընդամենը 3 տարում 10-ից ավելի երկրներում իշխանության պարտության օրինակներ, նույնիսկ անփոխարինելի թվացող համակարգերն են փլվում ընտրություններով։ Եթե Հունգարիայում հնարավոր էր հաղթել 16 տարի իշխանություն ունեցող ղեկավարին, եթե Մեծ Բրիտանիայում, Հարավային Կորեայում, այլ երկրներում հնարավոր է փոխել, Հայաստանում, այն էլ ՔՊ-ին հնարավոր չէ, հաստատ հնարավոր է։ Ուղղակի այս թվարկածս երկրներում ամենակարևոր պայմաններից էր այն, որ հասարակությունը եղել է ակտիվ։ Իշխանությունը ինքը իրեն չի փոխվում, ինքն իրեն չի լինում այդ գործընթացը։ Նիկոլի համար լավագույն նվեր են այն անձինք, ովքեր հաշտվում են այս իրականության հետ։ Հունգարիայում էլ հաստատ կլինեին հազարները, որ կասեին ոչինչ հնարավոր չէ փոխել, տեսեք Միացյալ Նահանգները օգնություն է տալիս, աջակցություն է տալիս վարչապետ Օրբանին, սա հարցումներում էլ իր կողմից են, հարցումների նրա օգտին են, հույս չունեին նաև այլ երկրներում, որտեղ իշխանությունը անսասան էր թվում, բայց ընտրության գնացող քաղաքացին ու իր քվեաթերթիկը փոխեցին ամեն ինչ։ Եթե ընտրությունները ոչինչ չեն փոխում, բա Նիկոլենք ինչ են, այսքան խառնվել իրար ու կենաց մահու պայքար տանում։ Ընտրություններով չփոխվելու այլ ընտրանքը շատ ցավոտ է, հենց իշխանության համար։ Մի անգամ չգնաց, երկու անգամ չգնաց, հետո տանում են։ Պետությունն էլ ընկնում է ցնցումների մեջ։ Աշխարհի փորձը ապացուցում է, երբ ժողովրդի համբերության բաժակը լցվում է, ոչ մի վարչական ռեսուրս, ոչ մի ոստիկանական բիրտուժ, ոչ մի պարգևավճարով կերակրվող մարզպետ կամ թաղապետ չի կարող փրկել ձախողված իշխանությանը։ Իշխանափոխությունը ընտրություններով ոչ միայն հնարավոր է, այլև միանգամայն ռեալ է, եւ դա լինելու է նաեւ Հայաստանում։ Նիկոլի իշխանությունը հասել է լինել չլինելու հանգրվանին։ Կարճ ասած, հունիսի 7-ը հայ ժողովրդի արժանապատվությունը վերականգնելու եւ պետությունը լուծարումից փրկելու թերևս վերջին շանսն է։ Իշխանությունը սարսափում է այդ օրից եւ անում է ամեն ինչ, որպեսզի դուք չհավատաք ձեր ուժերին, ժողովուրդ ջան։ Բայց աշխարհի փորձը եւ պատմությունը ապացուցում են, երբ ժողովուրդը որոշում է կանգնել իր պետության կողքին, ոչ մի ռեժիմ չի դիմանում։ Ոչ իշխանությունն է որոշում մնա, թե չմնա։ Ոչ ընդդիմությունն է որոշում գա, թե չգա, որոշում է ընտրողը, որը պետք է նստած չմնա տանը։ Սրանք պետք է գնան, ժողովուրդ, որ մեր պետությունը ապրի։ Պետք է ապրեն երկուսից մեկը, կամ Հայաստանի Հանրապետությունը, կամ Նիկոլի իշխանությունը։ Շատերդ եք ասում, որ իր արածների համար պետք է Նիկոլն ու ԿՊ-ն ենթարկվեն պատասխանատվության։ Հունիսի 7-ին պետք է ձեր քվեարկությամբ որոշեք թույլ տալ պատասխանատվությունը, թե չէ։ Իրականում հունիսի 7-ը դատավճռի օր է։